Սա ոչ թե խմիլն է հաճույք, սա քաշիլն է ինձ մա հետարքրել, որ զբաղվում եմ, նախ զմեռա իշտ եմ շինել, հետո հավեսս գալիսավորնը հետ, դեսա ասենք պղտորա, չէ հմի, բայց սարավը գալիս, մաքուր, ոնց որ ջուր, այդ դե հենց մաքուր ալը, դա էլ հաճույք էլ, ձկնորսը ոնց ալը, Էս էլ մեր հաճույքն է։ Հունվար ամիսն է Մոտկորի ամենացուրտ ձմեռներից, ձյունը հալվելու մասին անգամ չի մտածում, սառնամանիք է, բայց պարոն Լևոնին դա չի կանգնեցրել։ Օղեթորման սարքը հանել է դուրս, բակում տեղադրել, կարծես գարուն լինի, ոչ թե ձմռան ամենախոր շրջանը։ Սառը օդում թանձր գոլորշին է բարձրանում, կրակը տաքացնում է կաթսան, իսկ խնձորի բույրը միախառնվել է սառնոթին ու տարածվել։ Անցած տարվանից մնացած տարաները լցված էին խնձորով, տաք նկուղում պտուղը կամած հասունացել, փափկել էր ու հիմա արդեն պարզ էր, որ երկար պահել չի լինի, որ բերքը չկորչի, չփչանա ու զուր չգնա, պարոն Լևոնը որոշել է այն գործի դնել, օղի թորել։ Սրան շատ թեժ չենք անում։ Սա անում ենք այնքան, որ ընդդիան, որ գոլորշին չտա, այն թափվող տեղիցը, բայց սա մաքուր արաղը, չէ՞ լավոր։ Միած սրան քաշում ենք, տակն ենք անում, այսքան որ բոցելի տակին, բացարձակ չենք ծախամ, պիսոկ չեմ տալի վաբշե ոչ մի գրամ, քան որ գիտեմ ես եմ օգտագործում։ Մարդիկ եթե գալիս են, այս մի մաքուր զորնա մնացել երևի այս պահին, մի քիչ եթե մաքրություն կա, դա ուրեմն մեր լորինա։ Չեմ ասում ամեք իրանց գովում են, բայց թող մարդիկ գան, համոզվեն, որ իրոք դա տհենց է։ Եկել են, համոզվել են, բացի բնությունը մարդկային տեսանկյունից, որ նայում ենք, ավելի շատ ստիկա մարդկություն, քան դե ասենք գեղ չկա, որ շունչ չլի, չէ՞ կներեք, որ սենց կոպիտ եմ ասում, բայց դե նենց էլ չի, որ համատում ենք, ասենք քաղաքների հետ թեկուզ։ Օղին բացառապես սեփական օգտագործման ու հյուրերի համար է ասում, այս կողմերում այն վաճառքի ենթակա չէ, քանի որ հյուրերի պակաս չի լինում։ Այստեղ պտղատու ծառերը չեն մշակում, բուժումներ չեն անում, տված բերքը տեսքով չի փայլում, բայց անմահական համուն է, ասում է պարոն Լևոնն ու ցույց տալիս օղու հումքը խնձորով լի արխերը։ Էսա որ լվանանք կլպեք, համը տենակ, շատ համով խնձորա, շատ։ Ինքը կանանչասե բեքարան, բայց համով։ Այսքանը օղեթորման գործի մասին, որ առաջինը նկատեցինք ու հենց դրա համար էլ լորուտում առաջինը կանգ առանք պարոն Լևոնի բակում։ Իսկ հիմա այն մասին, որ նա վաղուց է սպասել մեզ, հետևել մեր YouTube-յան ալիքին ու սպասել, որ մի օր հյուր կգնանք նաև իրեն։ Կներեք ձեան նորից։ Մերի ջան, դու են որ գեղերը մը խոսում ես խունա չես։ Հա, Մերի կոլորը։ Բայց ընդի մի քիչ ուրիշ ես, էստի։ Ընդի նիհար, բան։ Հա, Մերի ջան, ուրեմն ավելի լավ մեր ծանոթն ես էլի։ Հետո կեսկատակ կես լուրջ ասում է, լավ է առաջինը տիկնոջս չհանդիպեցիք, թե չէ շեմքից ճանապարհելու էր։ Էնպես չէ, որ տան տիկինը հյուրընկալ չէ, պարզապես ամուսնուն հակառակ, տեսախցիկի առջև երևալ չի սիրում։ Այսպես զրուցելով հասնում ենք պարոն Լևոնի անասնաֆերմա, որը տանից մի փոքր հեռու է։ Կղտարու եկած։ Ես ինչ պուճուր արա։ Գնա։ Ստիտի գալ ցավը տա։ Շո։ Սրա փայես հակիտի մարդեն։ Մի քանի օրական հորթուկին նոր է գնել հարևան գյուղից, անասուններին շատացնելու միտք ունի, ասում է պահելն է պահելը, 10-ը չլինի 20-ը լինի, մեկ է գործ է անում է։ Ահա, էս իմ անասունն ազիս։ Շատացրել եք, թե պակասացրել։ Չէ, ունեցել եմ մի 5 հատ 6 հատ, սհենց սրանից մի ամիս առաջ տղես 5 հատ առելա, ուրիշ կովել ենք ունեցել, այդ ծախել ենք, սրանց հորթերը մեծ էին, մի 250 կիլո քաշ տվին, էդ էլ ծախեցինք, ասինքն զբաղվել, թող 10 կովելի։ Շատացրի։ Հա, ընդեր խոզ եմ պահամ, ոբշեմ, տե հենց էլի ցավը տանը, չկա հեշտ բան, են որ ասում են թե իրանը լմա տենց բան չկա, ուղղակի կազմակերպիլ է պետք էլի,
կազմակերպիլա պետք է, որ համի ես կոնկրետ մի բան ասեմ, թե տեխնիկա ունես հեշտ է, թե չէ, ահա որ վիճակը։ Այս գործում ամենադժվար անաստակեր խոտն ապահովելն է, սարի ճանապարհները քարուքանդ են, խոտ տեղափոխելն իսկական փորձություն է, երբեմն էլ դժվարություններ է ստեղծում եղանակը։ Այս տարի խոտի պակաս չունի, ձյունառատ եղանակն էլ խոստանում է, առատ բերք ասում է։ Խոթարք ունենք, որ վաբշե տեխնիկա չի գնում։ Մարդիկ ասենք կարող է եղանը թափուլ անեն, եղան երկու հոգով տանի չասեն ճամփու վրա, որ բարձեն։ Ну դժվարություն կա էլի ցավը տանեն, վառելիքն է թանկ։ Այս կապիլն էլի ահավոր թանկ է, խոամեկն էլ կապելու տեխնիկա չունեն։ Այս քիչություն չի անի։ Այս մենակ այսքանը չի ցավը տանեն։ Այս մի ես անցած տարվանից 200 հատ ունեցել եմ։ Ստի էլի մոդիկա այդ հոգուրիս գոմի գրիշմնա, որ չփչանա։ Ընդիան բերեմ եմ, քիչ-քիչ ուտասնում եմ մչերը։ Հետո մի 150 հատ առել ա տալիս։ Եթե ուզում ա պետությունը խոսքի օրինակ գեղացին գեղը մնա, կամ մեր այս էկով սերունդը գեղում գոնե մի 10% մնա գեղում, պետք է մի հատ աշխատատեղ բացան, օրինակ մի ինչ-որ կարի ֆաբրիկա լի, մի ինչ-որ մի հետարքիր բան, որ գոնե ջահել հարս աշխատելու տեղ ունենա, առաջ ոնց հայլել, հարսներ աշխատելիս են, երեխա ունենալ վախներ բուլետինի են գնացել, հմել ասենք հա, այդ փողերը տալիս են, մի ուրիշ ձևով են հմել տալի, բայց աշխատատեղ չկա, հիասթափված, մեր գեղում 70 էլ ջահել տղակա, որ չեն ամուսնանում, մեկն էլ իմ տղ, ու գիտես ինչ տարիքի, 20-ից բռնացրած ու արդեն բանակ են գնացել, մինչև 40-ը դբա, այդ տարիքը։ Իր տղան էլ թեև դեռ այդ տարիքին չէ, բայց արդեն անհանգստացած է, ինչպես մյուսները, որդին էլ ամուսնանալու հարցն ուշացնում է։ Մի ամիս ամուսնանում են, մի ամսից հետո մնալ ես ասին, բաժանվեցին։ Ինչ գիտես, այն աղջկա տերն էլ ասում է, բալի լավ տղա չի, չէ ասենք, օրինակ, տենց էլ կա, չէ, ասում է, դե տակին մի հատ լավ ավտո լի էս տղի, բիզնեսմեն լի, բայց էլ չի ասում, որ այդ կամ դասատու լի, կամ ես ինչ գիտեմ ինչ լի, չէ ասենք մեր ջան։ Ձեռին հիմնական աշխատանքը լի, գեղած ձեռին ինչ հիմնական աշխատանք։ Բայց տղաներն էլ են, ինձ թվում է դուխներուն չի երեքեմ, էլի։ Համոզված չեմ, որ այդ բերած իրան ձեռք կտա, թե չէ, դա է դա հարցը։ Որ չաբան են տենը, մենք ինչ մեր տարիքը գնացած բանը։ Ես որդիվն է, որ ես գնամ, ասեմ, բա գիտեք եկել եմ, ձեր աղջկա տեղը շանց են տվել, եկել եմ բան, ուզենք լատենանք, կլի թե չէ։ Ոչ թե մոդա չէ, աղջիկ կարող ասի, թե լա սրա տղին եկել է Սաբաբովա ուզում տղեն կարի ոչ ինձ ոտնան է խոսքի օրինակ, չէ։ Իր տիկինը, որն ինչպես ասացինք նկարահանվել չի սիրում, Խոժոռնի գյուղից է, ոնց ասում են ամուսնացել է Սաբաբով, այսինքն միջնորդի միջոցով, եկել սիրել է այս գյուղն ու հրաժարվել քաղաք գնալու մտքից։ Վրաստանից մի կերպ բերել եմ, տամոժնում չթողեին, վասինեցուր ես տամ մեր երկրի աղջկանը։ Բայց հեշտ է համոզվել։ Մաղարճով բանով։ Հեշտ համոզվել։ Հա, նեն չի որ դժվարություն եմ տհել։ Դուք ջահել եք երևում շատ։ Լավ են է պահել։ Ռոսնին էլի, բայց։ Ցավը տամենակ խնդրեմ կնգանես կշտին չասես թե հետո։ Չեմ ասի։ Հո, թե չէ։ Ինձ գիտես ինչ օրնագծը։ Նորաստեղծ ընտանիքը ոչինչ չուներ բացի տնամերձ հողամասից։ Գյուղի սկզբնամասում նախ մի կիսական տուն են առել, հետո քիչ-քիչ ավելացրել ունեցածը իրենց աշխատանքով, ոնց ասում են, ամեն ինչ զրոյից ստեղծելով։ Խոպան գնացել եմ։ Այն թվերին են, որ լույս չկար, բան չկար, այն թվերին էլ առաջ սովետի վախտը Նորիկ Սարգսյան լսած կլեկա Լավերդու զավոդի դիրեկտոր այլել։ Նրա աղբերը մեր գյուղի դիրեկտորն էր։ Փլուզումից հետո նրա մոտ եմ աշխատել, անասուն եմ պահել։ Իմ ելածով բան ես անտառում աշխատել եմ, դե հենց էլի 4 երեխա պայլանդով հեշտ այլել։
Մոտ 20 տարի էլ ոնց ասում են խոպան է գնացել, այսինքն արտագնա աշխատանքի, բայց վերջին տարիներին չի գնացել ու միտք էլ չունի։ Հասկացել է, որ գյուղում գյուղի աշխատանքով էլ հնարավոր է ապրել ու ապրուստ ստեղծել։ Այն երեխա վախտվանուց քաղաքը չեմ սիրել, վաբշե չեմ սիրել։ Ու եկավ էս փլուզում բանը, որ է լավ, գեղի կյանքը վաբշե ահավորել է այդ պահերին։ Քաղաքին էլ չի մի լավ բան ելել, բայց գոնե ոտներնելու տակը ցամաքել էլ, չէ՞։ Ասֆալտի վրա մանեն եկել կամ հացի պակասել մի 2 ժամ ուշ են վեկացել տեղից, գործ չելել, բան չելել, չէ՞ ասենք։ Իսկ գեղացին անասուն պետքա բեջար, համ այս խոդմոտը ստեղծեր, համ էլ էլի չհասցներ, փողը էլ շատ վաղտ են պակաս վաղտը, այդ որ ես ասում եմ նսնական թվերին, բայց ալիս չլեր գյուղն որ առնեն մարդիկ, մինն էլ ես օրինակ, ես չեմ ասում, որ ես ոնց եմ ապրել։ Լորուտը մոտ կոր աշխարհի ամենամարդաշատ ու չափազանցություն չլինի ասել ամենահարուստ գյուղն է եղել։ 300-ից ավելի ծուխ ունեցել, որն անկախության տարիներին կիսով չափ պակասել է։ Ինչպես համարյա բոլոր գյուղերում, այստեղ էլ ջահելները գյուղից հեռանում են, մնում են բացառապես տարեցները։ Սիրելի գյուղը իր աչքի առաջ տարեց-տարի դատարկվում է, ու սա ֆերմերի ցավն է։ Այս կարգի եթե շարունակվի, ամենաշատը 10 տարի հետո մնալտին 70-ից բացեր մարդիկ ստի, այսինքն Պակալենյան, 64-60-ից հետո ծնվածնին, կամ մինչև 65-ը ծնվածնին, են մնացած սաղ դուստին գալ, մեր ես գեղեցկն մենք քաղաք ասենք Կիրովական Լավերդիա, ընդյանն էլ գնմեն Երևան, Երևանին էլ արդեն արտասահմանին կամ Ռուսաստան, ընդյանն էլ հեռու են գնում, ավելի են գնում։ Գործ չկա, աշխատանք չկա, եթե էլի եմ ասում, մի բարերար բերի շենքեր ունենք ստի, որ կարելի է մկի ծախս անելու, մի բան դնել էլի, որ մարդիկ մի 100 հոգի աշխատի գոնե, որ հույսը լի, որ գեղմ կմնան, մենակ անասունով չի լիխու, զբաղմունք չկա, չոր փողը միշտ էլ լավն ալամ, ես մի կովը ծնիլտի, մեկ էլ են մի ձմերել պահիլտիմ, որ հաջորդ աշնանը նոր այդ հորթը կայնամ ծախեմ, պատկերացնում եք ինչ վիճակ ալամ։ Պարոն Լևոնը բացառիկ մարդ է, սրտաբաց, բարի, բոլորին հասնող, բոլորի համար սրտացավ։ Իր տունը գյուղի հենց սկզբնամասում է, ասում է հաճախ, մանավանդ 90-ականներին, երբ չգիտես ինչու եղանակն էլ խեղճ մարդկանց կողմից չէր, ու սովին ու անլույս տարիներին գումարվել էին նաև ցուրտն ու փակ ճանապարհները, քանի անգամ է իր մեքենայով հասել ու օգնել վարորդին ու ուղևորներին, հարկ եղած դեպքում նրանց էլ քնելու տեղ տվել։ Դա անցյալում, բայց հիմա էլ ոչինչ չի փոխվել, ամեն պահի պատրաստ է օգնության հասնել ցանկացածի ու միշտ։ Ես այս տունը որ առել եմ, Դավո ջան, ախպեր ասել եմ նախ ամեն սեզոնին դուր ավտո կա, որ ձմեռը մի ավտո հանկարծ մնացածել է Աստված չանի այդ ձնը մնամ, հարմար տեղս, կան նստեն կրակի կողքին թքանան է ժողովուրդը մի կտոր հաց ուտեն, այս շատը դրա համար եմ ստյալ, թե չեստի տեղ չկար, տուն էլ չկար նորմալ։ Ես եմ սաղ իմ ուժերով երեխանց հետ տեղ սարքել։ Զրույցը շարունակելով սկսում է բարակ կտրատել կարտոֆիլն ու բացահայտել գյուղական պլեջի պատրաստման գաղտնիքները։ Տակ, պլեջը ցավը տանեմ, պետք է շատ թեժ չլի կրակը, որ չվառի։ Նորմալ, այ օրինակ սենց նորմալ է։ Այս դնում ենք աղնել, ես աղի ուտող եմ, բայց քիչ կանեմ, աչկս ինչքան տերնում է, ինքան վրա եմ բերեմ, մենք եբ մտկներովս անցակեն եմ, եբ հավես ենք ունենամ, այդ կարգի է։ Հետո հյուրընկալ հարկի տակ նաև սեղան է բացվում ու նոր թորված օղիով պարոն Լևոնը բաժակ է բարձրացնում նախ խաղաղության, ապա հայ ազգի բարօրության համար։ Մերի Կոլոլյան, Դավիթ Թամազյան, Լորուտի ծանկյուն գումարած 3 հեռուստաընկերության համար։